Երբայել ժողովուրդ, երբայել, ասեք որ չի եղել, հումոր եմ անում, բայց ճշմարտություն էլ կա, յուրաքանչյուր հումորի կեսը հումորա կամ ճիշտ է, և հիմա շատ է խոսվում նրա մասին, թե լավ այդ խաղաղությունը կա, թե չկա, այդ խաղաղությունը իրական է, թե իրական չի, մեր խաղաղությունը 9 ամսեկան է, և ես 9 ամսեկան խաղաղությունը համատում եմ իմ 9 ամսեկան երեխայի հետ, 9 ամսեկան երեխան կա, թե չկա, 9 ամսեկան երեխան ոչ միայն կա, ոչ միայն մարդ է, ոչ միայն անհատ է, ոչ միայն ունի անուն ազգանուն, այլև այն ընտանիքում, որ կա 9 ամսեկան երեխա, այդ 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, պապիկ ճիշտ եմ ասում, թե չէ, պապիկներ ճիշտ եմ ասում, թե չէ, այդպես է, 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ուրախությունը և երջանկությունն է, և 9 ամսեկան խաղաղությունը Հայաստանի Հանրապետության, ես տեսնում եմ դա արդեն, ես արդեն այս վերջին ամիսները Հանրապետության բոլոր մարզերում, բոլոր խոշորացված համայնքներում եղել եմ, ես տեսնում եմ, որ այդ 9 ամսեկան խաղաղությունը Հայաստանի ժողովրդի ուրախությունը և երջանկությունն է, և Հայաստանի Հանրապետությունում այդ մթնոլորտը խաղաղության շնորհիվ փոխվել է, բայց ինչ տեղի կունենա 9 ամսեկան երեխայի հետ, եթե մենք նրան չխնամենք, սիրելի ժողովուրդ, ինչ տեղի կունենա, այդ երեխան չի ապրի, ոտքի չի կանգնի, չի գոյատևի, եթե մենք 9 ամսեկան երեխայի նկատմամբ խնամք չտանենք, և հետևաբար մեր ակնկալիքն է ձեզանից, մեր կոչը և խնդրանքն է ձեզ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր և տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք անկախությանը, տեր կանգնեք ապագային, որը այսօր է, և դրա համար պետք է անել հետևյալը, մենք ձեր գործը փորձել ենք մաքսիմալ հեշտացնել, այս բոլոր խնդիրները բերել կենտրոնացրել ենք մի հարցի մեջ, և որը արտահայտվում է երկու կարգախոսի մեջ, կամ երկու հետևյալ կարգախոս, երեխեք դուք արդեն գիտեք մեր կարգախոսը, որ ես ասում եմ, բայց պետք է անենց ուժեղ ասեք, ես ասում եմ ընտրություններ 2026-ին, քվեարկում եք, դուք ասում եք 16-ին, բայց պետք է անենց ուժեղ անեք, որ այն ցանկապատներ են թիթեղի, այս հենց պետք է մի քիչ